Արդեն 20 տարի ապրում եմ այս գյուղում, 10 տարի ապրել եմ Արցախում, ունեմ 5 տղա, 2 աղջիկ, 4-ը ամուսնացրել եմ, բայց գյուղում նույնիսկ ինքս վարձով մնացող ընտանիք եմ։ 2 տղաներս ապրում են վարձով։ Պատերազմի մասնակից ունեմ վիրավոր, 3 տղաներից 4-ը ծառայել են, մեկը շուտով էսա մեկնի ծառայության։ Տղաներս մեդալով եկած են, բայց գյուղում տեղ չկա, տուն չկա, որ ապրեն։ Այդ ծրագրի չենք այցել օգտվում, որովհետև փող չունենք, հող առնենք, հող չունենք, տուն սարքենք։ Գուցե սխալ է իմ, որ 5 տղա իմ ազգի համար բերե, 4-ը մասնակցել են քարորիայի մասնակցել են, ապրիլյան մասնակցել են 23 թվի սեպտեմբերին մասնակցել են, որը ապացուցան երեխաների փաստաթղթերը, որը ապացուցան նրանց շքանշանները, որը ապացուցան վիրավոր զինվորի հիվանդանոց պարկերը, որ ասեցին ձեռքնա չեն կարող թոշակ տալու։ Դե որ տենց է թող ժողովուրդը մի ձեռնալի մնա, աչուվել կարող մենակ յոլատանը, ձեռքին թոշակ չեն հատկացնում, եթե պատերազմի վիրավոր է։ Հիմա եկել են Ռուսաստանի հողն են գնացել, որ կարողանան իրենց հորը ամուսինած հիվանդ է, կարողանան նրա դեղերը հասցնեն, նրա մեր տան վարձը հասցնեն, աղբոր տանց հոգնեն վարձին, երկուսը այնտեղ են։ Հեսա շուտով կգան, որ տենան, հիմա ինչ են անում։ Դիմել եմ մարզպետարան, գյուղապետարան, համայնքի ղեկավարին 530 մետր հող են հատկացրել, դեռ չեն տվել։ Պատասխանել որ տղաները գան, նոր արդեն ստորագրեն։ Միջև այս ծրագիրը փակվեց։ Նույնիսկ մենք մնացինք անտուն, հա, ցավը տամ, ես չեմ ասում քաղաքեցին չապրի, քաղաքեցի միշտ է տենց է։ Մենք որ բան ենք ծախում, ջոկը մենք ամենալավն ենք ծախում, կեշը մենք ենք ուտում, գյուղացու կյանքը ձևի է։ Գյուղատին տակի ղրունթուդի ուտի, քաղաքեցին լավ է ապրի։ Հիմա քաղաքեցին եկել այ շրջապատեմ գյուղը մանարի։ 400-ից ավել տուն կա սարքած, երևի 10 տունը գյուղացուն կլի, մնացը քաղաքեցից լավ եք անում։ Եկել եք, ապրեք, չնցրեք, բայց որ հավաքարım 25 օրյա, առաջինը իմ վիրավոր երեխան ունել կա ցուցակի մեջ, իմ երեխեքն են գնում պոստ պահում։ Այս ամերն ուզ վախտնա ցավը տամ, ես դեռ մի անկյուն չունեմ։ Որ մենք չենք կարող մեր ուժերով մեզ մատուն սարքենք։ Որտեղ 10 տարի Ղարաբաղից եկել եմ, իսկ 20 թվից հետո գնացել մի ամիս Ղարաբաղ ապրել են, եկել են, սերտիֆիկատ են տվել, լավ են արել, տուն են տալի, թող տան, բոլորին էլ տան, բայց որպես ինձ բազմազավակի տան, որպես զինվորի, վիրավոր զինվորի մամա տան, որպես 5 տղատերի մամայի, ինչ որ մի ձևի, ինչ որ մի բարեր ար, չեմ ասում, ոչ մեկի գրպանը ես փող չեմ տրել, ոչ մեկի աշխատանքին չեմ ասել, թող լրիվն էլ ունենան, բայց ինչ որ ձևով հարգելի ղեկավարություն, հարգելի բարերար, հարգելի բարի մարդիկ, ինձ մի աջակցություն, ինչ որ մի, չգիտեմ, էլի մարդկության տեսակետից, գոնե հոգեբանորեն հետ խոսան ասեն, հա ապրես, որ երեխայս ունեցե, 23 թվից։ Ես դիմել եմ մարզպետարան, որ հող հատկացրեք, գոնե մի հատ տուն, գոնե կայնան կառուցենք։ Պատասխանել են, որ բան չկա, հող չկա։ Մեկ է ես շատ դիմելուց հետո ասեցին հող կա հատկացնել են, եկել թղթերը լրի, փաստաթղթեր ներկայացել եմ իրանց, 530 մետրը հող են անմով դեռ մեր չեն տվել, դոկումենտ չկա, թե երեխեքը պետք է գան ստորագրել։ Երեխեքն Ռուսաստանի նոր պետք է գան ստորագրել։ Միջև արդեն ծրագիրը փակվեց, որովհետև սխալ բաժանեցին, վերաբաշխումը սխալ, խիչ հանձնաժողով կա, տենան ում են տալի։ Ախպեր ջան, տուն ես, ապարանից եկես տուն ես սարքել, լավ ես, արի ստուգի։ Տունն է տուն, արի ստուգի ովքեր են ստացել։ Մարդ կա 3 տեղ տուն ունի, թող լրիվին են տան, աղջիկ երեխաներ ամուսնացած Ռուսաստանի 5 տեղ տուն ունի, բայց ասեմ 5 տղա ունեցող մայրը դրսում է։ Եկա տանտերը Ռուսաստանից եկավ, ասեց իմ տունը ազատ է, ես որտեղ մնամ։ Հետո հող խնդիրն է այստեղ։ Անտրովիա, աճուրդ են հանում, եթե փող ունեն ամենակարդում, գիտեմ աճուրդի մասնակցի։ Միջևը գյուղացին իմացա, որ այդ ձևի ծրագիր գոյություն ունի, քաղաքացին եկավ, ավելի թանկ գներով, գյուղի հողերն առավ։ Գյուղացի մնաց, հիմա տուն կա հենիկ 2 տղա, 2 հարսը, 4 երեխա իրարու են, արդեն տան իրար ուտում են։ Տուն կա, բաժանලා ազատ տղեկ ունեն, չեն կարող ամուսնացնել, տան խնդիր ունեն։ Իմ բանն է որ արի տես, այնքան կա, չես գիտեմ ով ապրեմ, ումնա, ինչա ապրեն քաղաքեցիք, չեմ ասում, դուք էլ եք քաղաքից, լրիվ քաղաքեցիք էլ ապրեն։ Բայց գյուղացի միշտ ուժվում է, քաղաքեցին աճում է։ Կառավարությանը նամակ ուղարկում եմ եւ արխիվային բաժինա գնում։ Եվ ճղում են, գցում արխպախ, թուղթ են հավաքում։ Ինչքան դիմել են կառավարության նամակ, եկավ գուցե նամակը որտեղ հասնի, ինչ որ արդյունք տա։ Բայց նամակը չի հասնում։ Նամակ ընդունելություն չկա, խիչ ընդունելություն կա։ Հերթագրվեց գնաց ու քո խնդիրն ասեց։ Գուցե մեկը օգնում է կամ ասում է խի ես եկե։ Ընդունելություն չկա։ Արցախում ապրել եմ 95 թվին գնացել եմ, 2005 թվին եկել։ Ախպերս մահացավ եկան, կեր չգնացի։
ծնողներս արդեն նայող էր պետք է թողեց եկա այս գյուղ։ Ուղղակի սա շատ լավ գյուղ է, որ մենք եկել ենք Ղարաբաղից, իրանք շատ լավ ընդունել են բնակիչները։ Դպրոցի տնօրենը շատ լավ ընդունել, գյուղապետն էլ լավ ընդունել, չեմ դժգոհում գյուղապետից, ինքը ինչքան կարեցել է, որպես բան մեծ ընտանիքի օգնել է։ Ոչ մեկի չեմ դժգոհում։ Մենակ ծրագրի աշխատողներից են բողոքը։ Գարունալը, անտառը մեն բեշավոյի ձեռքից։ Անտառիցը Սինդրի կլի, ծնե փակլի, ինչ կլի, հիմա միջև էսա մասուր վերջանմա, մասուր կլի, թե ընկուց կլի, թե ինչ կլի, մենք անտառով ենք ապրում։ Մոշա ու հոնոք, բերում ենք շալակած, բերում ենք, քաշում ենք, ծախում ենք հիմնական մեծ։ Բերում եմ լավը ծախում եմ քաղաքեցում, կեշնել ուտ ես եմ ուտում։ Անտառից ասենք այնքան բան ենք բերում, որ աճար կլի, թե կաղին կլի, որ ծախում ենք ձմեռվա պաշարը կուտակը։ Այգի ենք մշակում ես համար, հողամա այդ ումտանը որ մնում ենք, իրանց մեր հիմնական առնելու բաները մենք կուտակում ենք ձմեռվա համար։ Մի քիչ կողքից երեխեքը կարող են երկու ման եթե այստեղ ընդ գործանելու մանր մունր կայանանք ապրենք։ Սող գյուղում լրիվ հարցնեն իմ ընտանիքի մասին։ Թող լրիվ հարցնեն։ Իմ երեխեքը ոչ մի անգամ մի սխալ քայլ չեն արվում, ասեմ հմաչում եմ էլի 5 երեխա ոչ տղա տերկնիկ եմ հմաչում։ Կյանքը իմ երեխեն ես չեմ գովում իմ ընտանիքին, կարան դպրոցում հարցնեն, 7 դպրոց հագյացե, կարան գյուղամեջի լյուբոյ մարդու։ Իմ տղայի պատվոգրերն է, հա, իմ տղայի մեդալներն է, որ իզուր չի կռվել մեր Արցախ հողի համար, այս նվերից պատվոգրերն է, որ նվերս մասնակցել է իր պատվոգրերով եկել, շնորհակալագրերն է, որ տվել են իմ նվերին, այդ ձեռքից վիրավորին, այս էլ Արցախից են տվել, մենակ մի անուն ամնացել մեր Արցախ հողից, այս էլ անունն ամնացել 2 մեդալը, մեկ էլ նամակները, որ իմ տղեն պատվով եկել է 23 թվականի սեպտեմբերին այդ երոյան ինքն է մասնակցել, Փառք Աստծո 4-ին ուղարկել եմ, հիվանդ ընդունել եմ մեկին, մեծ տղից հիվանդ եմ ընդունել, 4 տղից էլ վիրավոր եմ ընդունել, բայց Փառք Աստծո, սաղ սլամատ հասել են ինձ, որ նայում եմ այս նկարներին, այս 4 գյուղի զոհվածներին, ես հերոս մամա եմ։ Շատ դժվար է, ասենք, որ մամա լինես, վիրավորիդ ընդունես, մեկ է կողքին նայես, որ նա չկա, ասում ես ես հերոս մամա եմ, բայց հերոսին էլ տեղ պետք է տան։